Սիրելի բարեկամներ, այս տարի լրանում է հայ մեծ եկիզաբան Երվանդ Օթյանի մահվան 100-րդ տարելիցը։ Օթյանի գլուխգործոցի ընկեր Փանջունու հետ կապված են բազում անիմաստ վեճեր, գրականագիտական վեճեր, անպտուղ վեճեր։ Փանջունին, որ կուսակցության անդամ է եղել, սոցիալիստ է, ռամկավար, համայնավար, թե այլ կուսակցության համակիր, ով է իր գաղափարներով, սրանք անպտուղ վեճեր են, որովհետև շրջանցում են գլխավորը։ Իսկ գլխավորը հետևյալն է. մարդիկ մոռանում են, որ այս հերոսը հավերժական կյանք ունեցավ։ Նա կար 3, նա ողջ է այսօր։ Փանջունին քաղաքական տիպ է եւ անպայման հայ։ Այդ նա է, որ կործանեց երկիրն ու պատասխան չտվեց։ Օթյանը բազում մանրամասներով է ներկայացնում իր հերոսին։ Ծնված օրը մայրը մահացավ, սարսափելի նշան, որ այս տղան ամենուր աղետ ու մահ է բերելու։ Խոսել սկսեց շատ ուշ, բայց անգամ որ խոսիլ սկսել է ետքը, ալ բերանը դյուրավ չգոցած։ Ան կմեցնար ինչքան կաճեր, իր խոսելու կատաղությունը եւ բժիշկները ախտորոշում են, թե բուժման հնար այլևս չկա, այս տղան միշտ պիտի խոսի։ Փոքր տարիքից արդեն հայտնի ստախոս էր, ստում էր գիտակցաբար, իմանալով ինչ է անում, ջարդում փշում էր տանիրերը, անոթները եւ հոր հանդիմանանչին պատասխանում. շինեցի հայրիկ, կուժը ջարդում է, ասում է շինեցի, բնակը ջարդում է, ասում է շինեցի, քանդում էր աչուձախ ու ասում կշինեմ կոր։ Դպրոցում իր ընկերների հետ միշտ վիճում էր ու ճար խոսելով ժամանակ էր անցկացնում։ Դասերին բնավ չէր հետևում, տգետ էր, հայտնի տգետ, ոչ մի բան չէր սովորել եւ դպրոցը իր տեղը չէր։ Չէր հավանում դասատույն, չէր հավանում դասագիրքը ու միշտ կռիվ ուներ ու այդ կռիվները իր դպրոցական կյանքի հիմնական գործն էին, անգամ տետրակի ու գրչի ծայրի հետ կռիվ ուներ, միշտ բողոքում էր ու ապստամբում, ուսուցիչների, կռվում ընկերների հետ, տգետ էր ու չէր ամաչում իր տգիտությունից, ավելին պահանջում էր, որ բոլորն իրպես մտածեն, իրեն ենթարկվեն, իր հիմարություններին հավատան, 5 անգամ 5 ինչքան կանի, գոռում էր, ու երբ ընկերներից մեկը ցույց էր տալիս, որ քո ասած 50-ը չի լինի, ինքը պնդում էր, որ 5 անգամ 5 կանի 50, քարը առավ մի անգամ ու զարկեց գլխին իր ընկերոջ, պատճառը հարցին, ինչու զարկեցիր, պատասխանեց, զինքը համոզելու համար, համոզելու այդ կերպն էր հասկանում։ Փանջունու վաճառական հայրը ցավով ու զայրույթով եզրակացնում է, փորձանք պիտի լաս, փորձանք։ Օթյանը հեգնում է իր հերոսի հորը, Փանջունու հորը, խեղճ մարդը կսխալեր իր լավատեսությանը մեջ, Փանջունի փորձանք չպիտի լար, այլ հեղափոխական գործիչ։ Հեղափոխական Փանջունու առաջին գործողումը եղավ Ծապլվար գյուղը, որտեղ ապրում էին հաշտ ու աշխատասեր մարդիկ։ Փանջունուն նյարդայացնում է գյուղի խաղաղությունն ու անդորը, պետք է կռվի պատրաստել այս տգետ մարդիկը, հարձակվում է գյուղի քահանայի վրա, քանզի համոզված էր, որ կապիտալիզմն ու կղերականությունը զինակցելով իբր թե հարստահարում են ընչազուր դասակարգին, հավաքում է գյուղի տականքներին, անգրագետներին, անբարոյականներին, սարքում մի մոծ խմբակ ու հարձակվում գյուղի վրա։ Բոլորին սարքում է իր զինակիցը, պայքար սկսում հայ եկեղեցու դեմ։ Փանջունին ատում է իր արյունակեց հայերին, բայց սիրով համագործակցում քուրդ ու թուրք ավազակների հետ։ Ի վերջո հասնում է իր նպատակին, շեն գյուղը ավերակ է դարձնում, բայց հպարտ ազարարում։ Հեղափոխական սկզբունքը փրկվեցավ, թեև Ծապլվար կործանեցավ։ Այս պատմությունը ավարտ չունի։ Այս պատմությունը շարունակվեց հետո եւ Երվանդ Օթյանը ցույց է տալիս, որ Փանջունին կործանելուց հետո Ծապլվարը Փանջունին հասնում է Վասպուրական, իսկ հետո էլ հայտնվում է Երևանում։